Իհարկե այսօր ապրիլի 24-ն է եւ 110-րդ տարելիցն է հայոց ցեղասպանության, բայց մենք թարմ է մեր հիշողություններում տարիքես առաջ ցեղասպանության ականատեսը նաեւ մենք եղանք հենց Արցախում, որովհետև եթե մենք պատմությունից կարդում ենք, թե ինչպես ջարդերը տեղի ունեցան եւ ինչպես էին բռնի տեղահանվում, 1915-ին մեր ժողովուրդը, ապա մեր օրը այս ժամանակներում այդ ցավալի պատկերներին մենք նորից ականատես եղանք։ Ինչ է պետք անել, որ հետագայում ուղղակի մեր ժողովրդին կախված, կարծես թե ինչ ասեմ, պատմական ինչ-որ գիծ լինի, որ անընդհատ մենք ցեղասպանվում ենք։ Ի վերջո, ինչ է պետք ունենալ եւ ինչպես մենք կարող ենք կանխել հետագա հենց հայերի ցեղասպանությունը։ Այո, աստորեն դարիներ շարունակ նույն միտքը մենք գրգնում ենք, ասելով, որ մինչև այն ժամանակ, որ ազգային պետություն չենք ստեղծել, մենք դատապարտված ենք նոր ցեղասպանությունների։ Եվ այդպես էլ լինում է, ականատեսն ենք, մեր ժամանակների ամենաողբերգական, մեր ժողովրդի ամենաողբերգական փուլերից մեկի ականատեսն ենք։ Անշուշտ այս ամեն ինչը շատ ցավալի է, շատերին թևատապ է անում, սակայն ես վստահ եմ, որ վերջ-վերջո այ ժողովուրդը իր մեջ ուժը գտնելու է եւ ստեղծելու է մեր երազած ազգային պետությունը եւ դրանով սկիզբ տնելով ոչ միայն կանխելու նոր ցեղասպանություններ, այլ նաեւ վերադարձնելու մեր գորուսյալ հայրենի դարաշները, առաջնահերթորեն Արցախը եւ մնացյալ հայաբատական դարաշները։ Ինչքան էլ որ այսօրերին հուսալքելու, հուսահատություն դարածելու այդ սկայական մի քարոշչամեքենա, որ աշխատում է մեր ժողովրդի դեմ, մեր ազգի ինքնությունը դրորելու նպատակով, այդ բոլոր աշխատանքները ես վստահ եմ, որ ապարդյուն է լինելու մեծ հաշվով եւ ինչպես ասում են մեր ժողովրդի մեջ եղել է մի շերտ չբարդվող դեսագի շերտ եւ այդ չբարդվող դեսագի շնորհիվ մեզ հաջողվելու է այս թափանի վկանգնեցնել եւ հագարակ պատասխանել դեպի հաջողություններ։ Պարոն Սեֆիլյան, տեսեք արդեն մեկ ամսից ավել է Սյունիքում կրակոցներ է։ Մենք որևէ պաշտոնական դատապարտում կառավարության կողմից, Հայաստանի կառավարության կողմից չենք տեսնում, ընդ որում ինչ որտեղ նաև արդարացվում է, ասելով, որ դրանք օդ են կրակում։ Հիմա սա ինչ է նշանակում, ինչ դիրքորոշում է ստանձնել Հայաստանի կառավարությունը եւ ինչ խոսք ասեք նաեւ սյունեցիներին, որովհետեւ Արցախը թարմ է, էլի, այդ հիշողությունը։ Սահմանի լարվածությունը արդեն մեկ ամսվա լարվածության մասին մենք այս տարվա սկիզբ խոսել ենք այդ մասին, ասել ենք, որ ունեցել ենք դեղեցություն, որ առաջիկա ժամանակներում դեղի է ունենալու արհեստական լարվածություն ամբողջ արևելյան ճակատով մեկ եւ ինչպես տեսնում ենք դա դեղի է ունենում եւ այդ ծրագրի նպատակը այն էր, որ հայտնի անգլավների խնդրի լուծում պիտի լիներ, այսինքն Արձվաշենը պիտի վերադարձվեր հայկական կողմին, փոխարենը մնացյալ անգլավները վերադարձվի Ադրբեջանի միաժամանակ, երբ որ մեզ Արձվաշեն վերադարձնելով մեզ միջանցք էին դրամատրելու դեպի Արձվաշեն եւ դրա փոխարեն բարդատրելով հայկական կողմին միջանցք ստանալու Սյունիքում, մասնավորապես Մեղրիում։ Ծրագիրը սա է, բայց ամիսներ է արդեն այդ ծրագրի հեղինակները փորձում են կյանքի կոչել մեծ հաշվով
Դակավին չեն կարողանում դեղից շարժել ծրագիրը։ Այո, մեկ ամիս է մենք ականատեսնենք արհեստական լարվածության, ադրբեջանական կողմը ամեն օր գրագում է, հայկական կողմը հրահանգած է հայկական զորքերին ոչ մի պատասխան գրագոց։ Դե ինչն է պատճառը, որ այդ թավաթիր նոր ծրագիրը ցանկի միջև վերջ չեն կարողանում գոչել, այս բանին ես չեմ ուզում փակագծեր բացել, բայց հաստատ կան ուժեր, որոնք բարեփոխտաբար դիտորդները ինչքան էլ Հայաստանի իշխանությունները ադրբեջանական կողմի հրահանգից ելնելով փորձեցին ընդհանրապես նախ դիտորդները չկային Հայաստան, հետո վերջերս չերգարացկեին, նորից հետ ուղարկեին, չհաջողեցին։ Մենք հասկանում ենք, որ այս օրերում Հայաստանի Երևանյան իշխանությունները ինքնուրույն ոչ մի բան անող չեն, նրանք ենթարկվում են մերթ ընդ մերթ այս կամ այն աշխարհակրոններին։ Եվ ավելի շատ, որքամին ավելի ուժեղը իրենք ենթարկվում են այդ կամոն։ Բարեփոխտաբար այս ժամանակներում մեր հավանական դաշնակիցների ուժը այնպես չէ, որ մեր թշնամի այսպես ասած աշխարհական կենտրոնները կարողանան հաղթահարեն այդ խոչընդոտները, որ այսօր ստեղծվում է աբակա մեր իսկական դաշնակիցների կողմից։ Պարոն Սեֆիլյան, այսօր նաև տեղի ունենալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական դատավարությունը եւ նաև երեք Դավիթ Բաբայանը հայտարարությամբ հանդես եկավ, որ հոգով մտքով մենք լինելու ենք ձեզ հետ, հոգով մտքով ես լինելու եմ Ծիծեռնակաբերդում։ Նախ սա ինչ որակների, մարդկային ինչ արժանինքների մասին է խոսում եւ արդյոք տեսնում եք դուք համապատասխան քայլեր, անհրաժեշտ քայլեր այս կառավարության կողմից, որոնք ուղղված են գերիների ամբողջ գերիների վերադարձմանը։ Բնականաբար այս իշխանություններից որևէ բան պետք չէ ակնկալել, ավելին այսօր որ մենք ունենք գերիներ թշնամու փանդում, այս իշխանությունները մեղսագից են այդ ամենին։ Ուստի որևէ բան պետք չէ ակնկալել այս իշխանություններից։ Ինչ վերաբերում է բեմականացումը, որ տեղի է ունենում Բաքվում, այնտեղ այն անցինք չեն, որ դատվում են։ Միջայլոց նաև կարող եմ ասել, որ այնտեղ բազմաթիվ գործիչներ կան, որոնց մասին մեր քաղաքական գնահատականը դարիներ շարունակ բոլորը մենք հասկանում ենք, որ այսօր ոչ թե այդ մարդկանց են դատում, այլ դատում են Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Մեր խնդիրները մենք աբակային, դա մեր խնդիրներն են, ներազգային խնդիրները մենք ենք զբաղվելու, այլ ոչ թե թշնամին կարող է բարդացրել մեզ ինչպես անել կամ չանել։ Ուստի պիտի գիտակցել, որ այս ամեն ինչին վերջ տալու համար առաջնահերթ անելիքը հայ ժողովրդի օր առաջ այս բադուհաս իշխանություններից սերբազատվելն է։ Միջև սա ամեն ինչի նախապայմանն է։ Անշուշտ շատ կարևոր է հետո ինչ պետք է լինի, բայց բոլորն առնվազն հասկանում են, որ առաջին քայլը այս բադուհասների վերջը տալն է։ Այս հարցով մենք միշտ եղել ենք, ինչպես ասում են, առաջի գծերում, շարունակում ենք քաղաքականապես մնալ առաջի գծերում, մենք անընդհատ փորձելու ենք այս իշխանություններից սերբազատվելու օրակարգի շուրջ համախմբել անհատներ, ուժեր եւ վերջապես յանքի կոչել։ Պարոն Սեֆիլյան, իսկ Դավիթ Բաբայանի ուղերձ, Ռուբեն Վարդանյանի ուղերձները ինչի մասին են խոսում։ Դարբեր մեկնաբանություններ կարելի է տալ, սակայն ես չեմ կարծում, որ պետք է այսօր փորձենք նախատասություն առ նախատասություն փորձել մեկնաբանել եւ գնահատել։ Սա եւս եթե փորձենք այդպիսի բան անել, եւս դա թշնամու ձուղակ ընկած կլինենք։ Ճիշտը այն է, որ այսօր մենք շատ գդրուկ ցևով այսինքն գերիների ազատ արձակման օրակարգը պահպանել եւ բոլոր քաղաքական ուժերը իրենց ներազգային շփումներին եւ միջազգային շփումներում այդ հարցը միշտ բարձրացրած բահել մինչեւ բոլորի ազատումը, իսկ մնացած մեր ներքին անհասկացողությունները դա հետո։ Եթե այսօր հանգարց փորձենք շարունակել այս օրերին խորացնել նախքին
բարակդվածությունը, որ արգա է եղել հայ ժողովրդի մեջ, դա միայն ու միայն դրանից թշնամին է օգտվել։ Ուստի այսօր ամեն բանի առաջ բոլոր կողմերը պիտի հասկանան, որ երկիր են կորցնում, հայրենիք են կորցնում, պետականություն են կորցնում եւ այս հրամայականի թելատրանքով դադարեցված ենք համախոհաբար կորձակցելու ոչ միայն հերացնելու այս աբիգարներին, այլ նաև ստեղծելու ազգային պետություն, որի բացակայությունն է եղել պատճառը այս ամբողջ ողբերգությանը։ Մենք դարիներ շարունակ ենք խոսել, որ եթե չենք ստեղծում ազգային պետություն, առաջիկայում ականատեսն ենք լինելու ցեղասպանության։ Այսպիսի մտքեր մենք ասել ենք 10 տարի առաջ, 15 տարի առաջ, հենց այս երթուղու ընթացքում։ Ես շատ լավ հիշում եմ։ Ցավալին այն է, որ մեր խոսքը դեռ չի հասնում եւ բարձ է ինչու դեռ չի հասնում, որովհետեւ մեր նման ազգային շրջանակներ ինֆորմացիոն շրջապատման մեջ են եղել եւ գերեկո համագարկը, որը մինչ այժմ կառավարում է մեր երկիրը, թույլ չի տվել մեր ժողովրդին, որ տեսնի մեզ կամ մեր նման ազգային մտածելակերպ ունեցող շրջանակները։ Բայց ինչպես ասում են, ամեն ինչ իր ժամանակին եւ այստեղ շատ կարեւոր եմ համարում, որ այս օրերին այս դխուր ողբերգական օրերին նույնիսկ շատեր համար հուսահատական արգա են ուժեր նաև հանցինս մեզ ազգային մտածելակերպ ունեցող ուժեր, որոնք գիտեն ինչ պետք է արվի, գիտեն ինչպես պետք է ստեղծեն ազգային պետությունը եւ այս ուղղությամբ համառորեն պայքարը շարունակում են։ Այս հանգամանքը ես շատ եմ կարևորում եւ մեծ ցերկբերում եմ համարում, որ մեր նման ուժը 15-20 տարիների ընթացքում, որ գեղեցիկ համագարկը փորձել է ճզմել, նրանց չի հաջողվել դա։